երամյա պայմանագրեր են կնքվում, դրանք այն ամենի արդյունքում են, որ հենց այդ տարիներին են բոլոր ռիսկային հարյուրավոր նախագծերը, որոնք մեր ընկերությունների կողմից, գիտահետազոտական խմբերի կողմից եւ նաեւ նախարարության ու ռազմարտահայտության կոմիտեի կողմից, պաշտպանության նախարարության կողմից առաջադրվել են եւ ֆինանսավորվել են եւ ես հիմա որից հետո 2020 ինչպես գալիս եմ մեր օրը ես ընդամենը ուզում նախապատմություն ասեմ, որովհետեւ դուք հարց եք տալիս թե ինչով է պայմանավորված, ես հիմա պատասխանում թե ինչով է պայմանավորված, հույս ունեմ, որ հետաքրքիր է, ամեն դեպքում հետաքրքիր է համագումարին չթողեցին մասնակցել։ Հարգելի գործընկերներ, քանի որ շատ կարևոր է, այս իմ ասածը, որովհետեւ պատճառահետևանքային կապի մեջ է այն բանի հետ, թե ես ինչու չեմ առաջադրվում քաղաքացիական պայմանագրի մեր նոր ցուցակում, խնդրում եմ, որ թույլ տաք ես ավարտեմ, որովհետեւ շատ երկար չի տևի, իսկ ես մանրամասների մեջ չեմ խորանա։ 2021 թվականին քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրվել եմ ազգային ժողովի падգամավոր, այնուհետև ազգային ժողովի փոխոսնակ։ Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում եւ ինքս նորից ներգրավել եմ քաղաքական process-ների մեջ։ Այժմ այս պահին ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է եւ մեր ժողովուրդը իր որոշումներով եւ քվեարկություններով տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական եւ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում եւ ես տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարտահայտության ոլորտի կայացման եւ զարգացման եւ ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով եւ ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել եւ ուզում եմ ասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը եւ ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել։ Այլ դուրս է գալիս, քաղաքականությունից դուրս է գալիս։ Նորից եմ ուզում կրկնել, ես չեմ ընդգրկվել այս ցուցակում, տեսադաշտում ունենալով այն, որ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարտահայտության զարգացման, վիրավորված եք պարոն Աշակյան, Նիկոլ Փաշինյանից վիրավորված Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից, որտեղ դուք գիտեք, ուզում եմ մի բան էլ ուղղակի թե որոշում անընդմալ եք ձեր ուշադրությունը պայմանավորված է նրանով, որ վերջին անգամ մի բանի վրա եմ ուզում հրավիրել, մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ ապաշրջափակում է տեղի ունենալու եւ առանց այսինքն ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են եւ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու, որպեսզի կարողանա դիմանալ շուրջը եղող երկրների։ Եթե այդքան ձեռքբերումներ ունեք, ապա ինչու չեք ուզում շարունակեք հենց քաղաքականության մեջ։ Այսինքն պատասխանեցի ձեր հարցին, որովհետեւ այն պատճառները, որոնց համար ես պետական պաշտոններ եմ զբաղեցնել, ըստ էության ես ունեմ ընտրության հնարավորություն, որտեղ կլինեմ ավելի էֆեկտիվ։ Այսինքն չեք հերքում, որ վիրավորված եք Փաշինյանից, չեք հերքում դա։ Կուսակցությունից դուրս գալու դիմում ես չեմ։ Քաղաքականությունից եւ ընդհանրապես ասած հետեւյալն է, եթե իմ գործունեությանը կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս եք գալիս քաղաքականությունից, դուրս եք գալիս։ Հարգելի գործընկերներ, քանի որ երբ որ մենք խոսում ենք գործարարության մասին, ընդհանրապես ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երևույթ է եւ այն կետերում, որտեղ այդտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը եւ կոնկրետ այս դեպքում, երբ որ դե շատ ինձ թվում է, որ շատ կոնկրետ եմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը, քանի որ ազգային ժողովի նախընտրական ցուցակում ընդգրկվել է եւ ազգային ժողովի падգամավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ եւ մեր սահմանադրությամբ դա արգելված է, ապա ես ընտրում եմ մյուս ճանապարհը եւ արդեն ասացի թե ինչի համար։ Իսկ ԿՊ-ից նեղացվածություն ունեք, օրինակ համագումարի։ Ժողովուրդ լավ, երեխա չենք, ինչ անշանակում։ Ես ձեզ հրավիրել եմ բոլորիդ իմ սենյակ եւ դրա մասին մենք խոսել ենք։
Ինչ անշկում նեղացվածությունը մեզ։ Իսկ միգուցե ավելի պրագմատիկ եք եւ հաշվարկել եք, որ ձեր կուսակցությունը մեծամասնություն չի գրավելու։ Հրաշալի հարց եք տալիս, պատասխանում ձեր հարցին։ Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ։ Առաջիկա ընտրություններին եւ դրա պատճառները շատ են, չթվարկեմ, եւ ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։ Ջախջախիչ Հաղթանակում եք ջախջախ։ Հայաստանի ներսում եք։ ասեմ ինչին։ Օտարերկրյա տարբեր ուժերին, որոնք որ ցանկանում են, ասեմ։ Չէ, պատասխանը։ Լավ եք ասում, իհարկե, եթե չի հնչում, հիմա հնչեցնեմ, թե ինչը եւ ինչ ուժերի են ջախջախելու։ Ջախջախելու են այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Ջախջախելու են այն բոլոր ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, այն բոլոր ուժերին, որոնք որ թալանով են զբաղվել, իրենց կൂട്ടակած թալանած բաները, կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության եւ նորից թալանով զբաղվել։ Այդ բոլոր ուժերին եւ այդ թվում նաեւ հարգելիներս մենք քաղաքականության մասին ենք խոսում, էլի, եւ քաղաքացիները իրենց քվեով են ջախջախել։ Այն բոլոր ուժերին, որոնք քաղաքացու ձայնը պիտի գողանան եւ գողացել են պատմության ընթացքում եւ ելի են ուզենալու գողանան, դրանց ջախջախիչ պարտություն է սպասում եւ մեր ժողովուրդն է դա ապավելու։ Ես կարծում եմ ավելի հստակ դժվար ասել է եւ նաեւ այն բոլոր օտարերկրյա ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը հարցականի տակ դնել եւ տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Այսքանով երևի ավարտում։ Ոչ մի բան ինձ կյանքում չի հոգնեցնում, որովհետեւ իմ նպատակները հստակ են եւ ես նաեւ ուզում եմ ասել, որ գործարարությամբ զբաղվել կամ մասնավոր հատվածում զբաղվել է ինձ համար նույնքան պատասխանատու աշխատանքի, ինչքան քաղաքականությամբ զբաղվել եւ այդ աշխատանքում ես անհոգնել եմ եւ բոլոր ինձ ճանաչող մարդիկ այդ սկզբունքը կա գործարարներին այլևս չբերել խորհրդարան, որովհետեւ այս ձեր նշածով, այո, դա խանգարում է քաղաքականության։ Կա սկզբունք այս պահին ցուցակում այնպիսի մարդկանց բերեք խորհրդարան, որ գործարարն ու քաղաքականությունը, գործարարությունը քաղաքականություն չխախտեն իրար։ Սկզբունքները հետեւյալն են, դրանք նշված են սահմանադրության մեջ, որևէ ազգային ժողովի падգամավոր չի կարող զբաղվել։ Դե մենք տեսնում ենք պարոն Հակոբյան, թե Արշակյան, բայց ներողություն, մենք հիմա տեսեք, դուք ասենք երկրներ կան, որոնց նախագահներն են գործարարներ եղել, բայց խնդիրը չի վերաբերվում նրան, որ մարդը կապիտալիստ է, կապիտալ ունի թե չունի, կամ բիզնես ունի թե չունի։ Խնդիրը վերաբերվում է նրան, որ մարդը չզբաղվի այլ աշխատանքով, քան падգամավորությունն է, կամ վերաբերում է արվեստին, ստեղծագործ աշխատանքի, կամ վերաբերում է կրթությանը։ Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի բան ունի, ինչ-որ մի բիզնես ունի, որը տվել է կառավարման, մեր օրենքը դա չի արգելում։ Եվ իսկ եթե սկզբունքային տեսանկյունից նկատի ունեք արդյոք դա ընդունելի է թե չէ, եթե падգամավորը զբաղվի զուգահեռաբար բանով գործարարությամբ եւ падգամավորությամբ, իմ կարծիքով դա ընդունելի չի։ Բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ ես չեմ տեսել նման բան։ Այսինքն մարդիկ իրենց բիզնեսները տալիս են կառավարման, գնում են զբաղվում են քաղաքականությամբ։ Դուք ձեր սեփական բիզնեսն եք հիմնելու, թե ուղղակի մասնավոր ոլորտում աշխատանքի եք անցնում։ Այդ մանրամասներին կարծում եմ այս բանը չանդրադառնանք տեխնիկական, կտեսնենք, որովհետև այս բանը ես падգամավոր եմ զբաղվում եմ իմ աշխատանքով, այսինքն ես հիմա չեմ զբաղվում իմ բիզնեսի պլանավորմամբ, այսինքն կարող է ինչ-որ իդեաներ ունեմ, բայց իմ հիմնական աշխատանքը հիմա ուղղված է քաղաքական աշխատանքին, որով ես զբաղվում եմ մինչև մեր ազգային ժողովի լուծարումը եւ այս բանը կոռեկտել չեմ համարում կներեք։ ԿՊ-ից այլ պատգամավորներ էլ կան, որ իրենք չեն առաջադրվել, օրինակ Խաչատուր Սարգսյան, Հրաչյա Հակոբյան, Լիլիթ Կիրակոսյան, իրենք չեն առաջադրվել հիմա։ Կանություն եք դրսևորել հակառակվեր Փաշինյանի տեսակետին, դրա համար դա ձեզ չի ներվել, ինչպես չի ներվել Հովիկ Աղազարյանը։ Ներողություն, բայց ես կարծում եմ դա անհանգիստ է, իմ գործընկերներն են, շատերի իմ ընկերներն են, մեր կուսակցությունում ես որևէ նման սկզբունքային հակասություն չունեմ, ինչ որ հարցեր ունենում ենք, որոնք պետք է հնչեցվեն, մշտապես հնչեցվում եմ, դրա համար երբևէ չեմ հետապնդվել, ինչպես ձևակերպեցի։
եւ ուզում եմ որ մենք այդ հարցերում Իսկ մյուս պատգամավորները պարոն Արշակյան ուղղակի հարց պատասխան հարցեր չտան։ Ինչու պատգամավորները այլ պատգամավորներ չեն առաջադրվել։ Ինչով եք պայմանավորել։ Հարցրեք դրանց, ովքեր եղել են չեն առաջադրվել, ինձ հարցում եք որ ինչ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։